1.500.000 դրամի չափով կաշառք կա։ Մենք չենք տեսնում բանկային փոխանցում, որ Վերմիշյանը փոխանցած լինի որդուն։ Դուք էլ ապացույցներ չունեք, որ իրեն հետևում են, ասել եք ոնց որ հետևում են։ Դատապարտելը սա անօրինական դատապարտում էր։ Բարև ձեզ, Արմնուր լրատվական այսօր զրուցելու է Virtus փաստաբանական գրասենյակի ղեկավար, հիմնադիր տնօրեն փաստաբան Երեմ Սարգսյանի հետ տարբեր քրեական գործերով եւ հատկապես մի քրեական գործով այսօր անդրադարձ են կատարելու խոսքը գեներալ Ջոն Ֆարխոյանի գործին է, ուշագրավ որոշում է կայացրել դատարանը, Ջոն Ֆարխոյանը արդարացվել է եւ կփորձենք հասկանալ թե ինչ է կատարվել դատարանում, ինչ իրավունքների ոտնահարման հետ կապված դեպքեր են արձանագրվել, ի վերջո ըստ էության 5 տարի անց աննախադեպ որոշում է կայացվել։ Պարոն Սարգսյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել, որ հյուրընկալել եք ձեր գրասենյակում 2020 թվականին քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը ազատ արձակվեց, բայց մինչ այդ ձերբակալվել էր եւ ըստ էության նրա ձերբակալությունը կապված էր քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք ստանալու արդիվ հարուցված քրեական գործին։ Մեղադրյալի կարգավիճակում էր Ջոն Ֆարխոյանը, 5 տարիած աննախադեպ որոշում է կայացվում։ Ես կուզենայի դուք բավականին հակիրճ ներկայացնեք առաջին այցանի դատանում ինչ իրավիճակ ունենք, եկանք վերաքննիչ, վճռաբեկ եւ այսօր փաստացի ինչ իրավիճակ ունենք։ Կարճ որպեսզի ներկայացնեմ, նախաքննական մարմինը 2 դրվագով կաշառք տալու մեղադրանք էր ներկայացել Ջոն Ֆարխոյանին։ Առաջին դրվագով հենց մեղադրանքը ըստ էության քրեական հետապնդումը դադարեցվեց նախաքննության փուլում։ Չհաստատվեց այդ փաստը։ Դրանից հետո մյուս փաստն էլ իրականում չէր հաստատվել, բայց դատախազությունը եւ նախաքննական մարմինը որոշեցին, որ չէ, պետք է ուղարկեն դատարան այդ մասով քրեական գործը։ Առաջին այցեն դատարանում մեր պայքարից հետո դատարանը մեղավոր ճանաչեց նրան կաշառք տալու։ Մնացական Մարտիրոսյանը մեղավոր ճանաչեց կաշառք տալու դրվագով եւ նշանակեց պատիժ 400,000 դրամի չափով։ Իհարկե ակնհայտ անհիմն դատական ակտ էր, դրա հետ կապված մենք շատ հիմնավոր բողոք ներկայացրեցինք վերաքննիչ քրեական դատարան։ Վերաքննիչ դատարանում բողոքի քննության արդյունքում բավականին երկար քննարկումներ եղավ, դատախազությունը կտրուկ դեմ էր այդ ամեն ինչին, պնդում էր, որ մեղադրանքը հիմնավոր է եւ այլն, վերաքննիչ դատարանը արդարացրեց Ջոն Ֆարխոյանի եւ մեր փաստարկները հիմնավոր համարեց։ Գլխավոր դատախազի տեղակալը վճռաբեկ բողոք էր ներկայացել այս ակտի հետ կապված եւ վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել։ Այսինքն արդարացման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ եւ Ջոն Ֆարխոյանը համարվել է անմեղ եւ արդարացված, ինչի սկզբանը հենց այդպես էր, ուղղակի մեր համար զարմանալի էր, որ մեղադրանքի կողմը ակնհայտ հանգամանքները չէր ուզում տեսնել։ Ինքը Ջոն Ֆարխոյանը այս 5 տարիների ընթացքում դուք եղել եք իր պաշտպանը եւ ավելի քան վստահ եմ կիսվել է ձեզ իր մտահոգությունների հետ։ Որտեղ ինքը սխալվեց, որ հայտնվեց իրավապահ մարմինների տեսադաշտում, ըստ էության 5 տարի ինքը այդ ժամանակ պաշտոններ զբաղեցնում, ցանկանայի նաև նշեք, թե այդ ժամանակ պաշտոնից ազատեցին, ասեցրեցին, ինչ գործընթացներ սկսեցին, ինչու էր նա մնացել այս քաղաքական իշխանության կոկորդին։ Գիտեք, ես կդժվարանամ քաղաքական գնահատական տալ, որովհետև այստեղ որոշակի առումով իրավական խնդիրներ կային, այսինքն ասել, որ ընդհանրապես ի սկզբանե ոչինչ, այսինքն կար որոշակի տեղեկություններ, որ Ջոն Ֆարխոյանը գումար է տվել Վերմիշյանին, բայց դա ինքն էր ասել։ Հենց առաջին իսկ հարցաքննության ժամանակ, երբ որ իրեն հարցրել են, ինչ հարաբերությունների մեջ, ասել որ ընկերական հարաբերությունների մեջ են, իրականում իրենք վաղուց ընկերներ են։ Ասել էր, որ որդու ուսմավոր սովորում է Եվրոպայում, նրան գումար է պետք եղել, շատ շտապ ուրբաթ օրով երեկոյան Վահագն Վերմիշյանը խնդրել է, որպեսզի հետո հետ վերադարձնի։ Ընդ որում խնդրել էր 1500 եվրո, որպեսզի տան վարձի հետ կապված վճարում կատարեր, Ֆարխոյանը այդ բան եվրո չունենալով 2000 ԱՄՆ դոլար էր նրան փոխանցել ու ինքն է ասել, այդ փաստը ոչ մեկ չի իմացել, չեն տեսել։ Ինքը ուղղակի հարցել են ինչ հարաբերություն, ասել է ցուցմունքով դրա մասին։ Դա կապել էին կաշառքի։ Ասում էին, որ սա կաշառք է, մենք էլ ասում ենք ընկերներ, դուք ոչ մի փաստ չունեք կաշառքի։ Դուք նույնիսկ փաստ չունեք, որ գումար է փոխանցել։ Այս անձը որպես արդարադատության գեներալ, որպես երկար տարիներ փորձություններով անցած այս աշխատանքների մեջ, այսինքն դատախազական համակարգում, քննչական համակարգում, Երևան քաղաքի քննչական վարչության պետ, երբ որ իրեն կանչել է քննիչը ազգային անվտանգության ծառայության հարցաքննության, առաջին իսկ պահին առանց պաշտպանի, որը այնվար ես ներգրաված չեմ եղել այդ ժամանակ, ինքը ուղղակի պարզ ասել է, մենք ընկերներ ենք, այս հարցի հետ կապված գումար էր խնդրել, գումարը տվել եմ։ Սա դիտարկեցին որպես կաշառք, ընդ որում մի հատ էլ երկրորդ դրվագ ներգրավեցին, մի հատ էլ ասում էին, որ այնտեղ գումարի փոխանցում էր եղել, ասում էին, որ սա էլ է 1.500.000 դրամի չափով կաշառք է։ Մենք բերեցինք պայմանագրերը ներկայացրեցինք, որ կոնկրետ
շինարարական աշխատանքներ կատարելու պայմանագիր է եղել, այդ պայմանագրի հիման վրա վճարումը արվելու ծառայություն է մատուցվել։ Այս փաստը չկարողացան անտեսել իրենք եւ նախաքննության փուլում այդ դրվագով մեղադրանքը բնականաբար իրենք կարճեցին։ Մյուս դրվագով մեզ ասում են, որ գիտեք ինչ կա, երբ որ դու ասում ես պարոն Ֆարխոյան, որ գումարը տվել են, որպեսզի որդուն փոխանցի Վերմիշյանը, մենք չենք տեսնում բանկային փոխանցում, որ Վերմիշյանը փոխանցած լինի որդուն։ Ասում ենք շատ բարի։ Մենք ինչ անենք, որ դուք չեք տեսնում դա, կամ գուցե չի փոխանցել։ Հիմա գալիս եմ դրան։ Մենք անզոր ենք այդ դաշտում որևէ բան անելու, որովհետև Ֆարխոյանի գործողությունը եղել է պարտքով գումար տալը, թե դրանից հետո Վերմիշյանը փոխանցել է, չի փոխանցել, ինչ արի, ինչ չի արել, մենք չենք կարող այդտեղ մտնել։ Ավելի նախաքննության փուլում մենք ընդհանրապես փորձել ենք որևէ առնչություն չունենալ Վերմիշյանի հետ, որպեսզի մի հատ խոչընդոտման խնդիր չդիտարկեն։ Այսինքն մենք ուղղակի ապավինել ենք նախաքննական մարմնի դատախազության գործողությունների օրինականությունը, հույս ունենալով, որ կհայտնաբերեն այդ փաստաթուղթը։ Մինչև նախաքննության ավարտ ասացին, որ այդ փաստաթուղթը չենք հայտնաբերում, Վերմիշյանի բանկային գաղտնիքը վերցնում ենք, տեսնում ենք, որ չկա փոխանցում, հետեւաբար, եթե դա չի ուղարկել, ուրեմն կաշառքա։ Շատ աբսուրդ ինչ որ մոտեցում էր։ Գործ ուղարկվեց դատարան։ Դատաքննության սկզբնական փուլում Վերմիշյանի պաշտպանները ներկայացրեցին նրա կնոջ կողմից այդ նույն օրը, այսինքն նույն օրը չի ներողություն, ուրբաթ օրը երեկոյան պարտքով գումարը տալիս է, երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին, երբ որ արդեն առաջի աշխատանքային օրն է, գումարը փոխանցվում է Եվրոպայում գտնվող որդուն։ Տեսեք ինչ էինք հիմնավորում ենք։ Ասում էին դատախազությունը ասում էր, գիտեք ինչ կա, այդ փոխանցումը ընդհանրապես կապ չունի այս փաստի հետ, դատարանն էլ մնացական մարտիրոսյան նախագահությամբ այդ ապացույցը, երբ որ մենք միջնորդեցինք, որ ապացույց ճանաչի, դիտարկեց, որ սա վերաբերելի չի, աբսուրդ։ Ոնց ենք հիմնավորում վերաբերելիությունը։ Ֆարխոյանը ասում էր, որ ես չգիտեմ կոնկրետ օրը երբ եմ տվել, բայց տվել եմ ուրբաթ երեկոյան, որովհետև ասում էր, որ դիմացը ոչ աշխատանքային օրեր է, հիմա ես գումարա շտաբ պետք։ Ասում էր, դա տվել եմ ու կոնկրետ ասում էր $2000։ Վերմիշյանը խնդրում էր, ասում է 1500 եվրո։ Հիմա տեսեք, մենք նույնիսկ այդ օրվա բանկային այդ փոխարժեքներն ենք անել կենտրոնական բանկի։ Պարզել ենք, որ ուրեմն $2000, որպեսզի դառնա դրամ եւ դրամից հետո փոխակերպվի եվրոյի, ինքը դառնում էր 1814 եվրո։ Ուրեմն երկուշաբթի առավոտյան Վերմիշյանի կինը 1814 եվրո էր փոխանցել որդուն։ Այսինքն այս մենք հիմնավոր փաստերով ցույց ենք տալիս, որ նույնիսկ Ֆարխոյանը որտեղից գիտեր, օրինակի համար պատկերացեք, Վերմիշյանը դրա մասին ցուցմունք չի տվել։ Վերմիշյանը չէ ասա, որ պարտքով գումարա, Ֆարխոյանին առաջ անգամ կանչում են, գալիս է ժամկետներով, չափերով, ասում է։ Հետո ասում են, դե երևի դուք իրար հետ համաձայնացեք, ասում ենք ընկերներ, Վերմիշյանը եթե ասած լիներ նման բան, Ֆարխոյանը գար հետևից կրկներ, գուցե այդպես բան ասեիք։ Բայց ոչ մեկ չի ասել, Ֆարխոյանը առաջինից ցուցմունքում այս մանրամասները տվել է։ Հիմա դուք ասում եք, հա, ճիշտ է, համընկավ, քո ասածից հաջորդ աշխատանքային օրը, քո ասած չափով փոխանցումը որդուն արվել է, բայց կնոջ կողմից արվել։ Ասում ենք շատ լավ, Վերմիշյանի որդին է, նա կինն է, գումարը իրանց ընտանիքից գնացել է։ Այդ մասին Ֆարխոյանը չէր կարա որևէ կերպ իմանալ, որ գար նման ցուցմունք տար։ Հիմա դուք ինչ եք ուզում այսքանից հետո, որ ասում եք սա ապացույց չի, սա չի կարող վերաբերելի լինել։ Դե սա այնքան ական այդ հայտարարություններ, իրենք չէին ընդունում միայն նրա համար, դատարանն էլ չընդունես նրա համար, որպեսզի արդարացում չլինի, որովհետև դրանից բացի մենք նաև այլ ապացույցներով, հիմնավորումներով ցույց ենք տալիս, որ դուք ընդհանրապես տեսեք, եթե Ֆարխոյանը հարցաքննության ժամանակ չէր ասում, որ գումար են փոխանցել, նույնիսկ այդ փաստը չունեն։ Բայց ինքը այնքան պարկեշտ է գտնվել, որ առաջին իսկ բայց դրա մասին ասել է։ Ինչու հենց Ֆարխոյանը։ Ինչու հենց որովհետև իրենք ունեին տեսանյութ, որտեղ տեսնում են, որ Վերմիշյանը Ֆարխոյանը կանգնած խոսում է եւ նա ծրար է փոխանցում։ Հա, ծրար է փոխանցում։ Բայց հետագայում ապացույցը դա ինչ ծրար է, ինչ նպատակով չէ խորը։ Իրենք օպերատիվ ճանապարհով նշել են, որ ինչ որ փաստաթղթեր կամ գուցե գումար, այսինքն ծրար է փոխանցվում։ Պասակցան դա արդյոք դատախազության համար հիմնավոր է այդ հանգամանքը, որ միայն ծրար փոխանցելով մարդուն մեղադրանք առաջադրեն հասցնեն դատը։ Սարսակապես չի կարող հիմնավոր լինել։ Դրա համար եմ ասում, իրենք եթե Ֆարխոյանը օրինակի համար օգտվել լռելու իրավունքից, որևէ ցուցմունք չտար, ասել ես օգնում եմ լռելու իրավունքից, որևէ փաստ չկա։ Ասել պաշտպան եմ ուզում, պաշտպանի հետ միասին գար, ասենք նույն իրավունքներից օգտվեց, այնքան խնդիր չունի։
Այնքան խնդիր չունի, որ ինքը բացայտ ասում, հա, ընկերներ, գումար եմ տվել, իմ ընկերն է։ Ավելին ասեմ, երբ որ ասում ենք ընկերն է, չէին հավատում։ Գաղտնալսումներ կար Վերմիշյանի մասով, երբ որ օրինակ այլ անձինք են, ովքեր որ նաև մեղադրել են, խոսում են Վերմիշյանի հետ, բոլորը խոսում են պաշտոնական լեզվով, դուքով, պարոնով եւ այլն։ Վերմիշյանը, Ֆարխյանը խոսում են ընկեր ջան, աղբեր ջան, այսինքն ընտանիքների որպիսությունից էին հարցնում եւ այլն։ Ընդ որում երկար ժամանակ ՕՀՄ-ներ կատարելուց հետո գաղտնի գործողությունը մի անգամ փաստ չեն հայտնաբերել, որ այս անձին կաշառքի մասին ինչ որ գործողություն խոսեն եւ այլ եւ այլ։ Այս բոլոր խնդիրները լինելով հանդերձ, իրենք գտնում են, որ չէ, եթե գումարի փոխանցում կա, ուրեմն կաշառք է։ Իհարկե գործելավոճը ոնց կնորոշեք դուք։ Սա այսինքն ծրարը հիմա յուրաքանչյուրին կարա գումարը տա եւ այլ, այսինքն այդ մի ծրարով որոշել է դատավոր գործողություն է, եւ եթե մենք դիտարկենք այս իրավիճակը, այսինքն դու անձի ցուցմունքի մի մաս ընդունեցիր, երբ որ ինքը ասում է գումար եմ տվել, եւ մնացած ասում չեմ ընդունում, թե ինչի համար ես տվել։ Դուք էլ ապացույցներ չունեք։ Ընդ որում ես շատ կարևոր բան ասեմ, էլի ասում են, որ Ֆարխոյանը սա կաշառք է տվել։ Ուրեմն այդ գումարը տրվել է, ասենց բացահայտ, փողոցում կանգնած, հյուրանոցի դիմաց, տեսախցիկների առջև։ Ֆարխոյանը, որը որ երևի կյանքի կեսը ինքն այդ աշխատանքի մեջ է, ասենք իրենց պատկերացմամբ, ասենց բացահայտ կանգնում է ու ծրարը ասենց փոխանցում է կամերաների հետ։ Այդ ժամանակ ինչ պաշտոն էր զբաղեցնում Ֆարխոյանը։ Այդ ժամանակ Երևան քաղաքի քննչական վարչության պետը։ Այսինքն փաստացի զգուշավորություն կցուցաբերեր, եթե դա կաշառք է։ Միանշանակ, ավելին ասեմ, նույնիսկ փաստական տվյալներ կա, որ Ֆարխոյանը Վերմիշյանի հետ քայլելու ընթացքում նկատել է, որ ինչ որ իրեն հետևում են, ասել է քեզ ոնց որ հետևում են։ Դրանից հետո է գումարը տվել, այսինքն այնքան խնդիր չի ունեցել, ոնց որ երկու ընկեր քայլեն, մեկը մեկին գումար տա։ Ուղղակի այստեղ պարզվում է, որ մեկը պաշտոնատար անձ է, այսինքն Վերմիշյանը մտածում է, որ ուրեմն դու ինչ որ հարցով, եթե քո ազգականներն զբաղվում են շինարարական գործունեությամբ, ուրեմն կաշառք է։ Բայց սա շատ կներեք, ոնց հայտնի անեկդոտ էլ կա, էլի, եթե քառակուսիա կլորա ուրեմն նարնջագույն է, ուրեմն նարինջա եւ այլն եւ այլն։ Այսինքն այս մոտեցումը բացարձակ աբսուրդ է։ Հիմա վերաքննիչ դատանը ի վերջո ընդունեց մեր փաստարկները եւ արդարացրեց։ Ո՞վ է դատավորը։ Դատավորը Կարեն Ամիրյանի նախագահությամբ, դե 3 դատավոր էին, էլի։ Այո, նախագահությամբ։ Վճռաբեկը գլխավոր դատախազի տեղակալի կամ դատախազի բողոքն է վարույթ Այսպիսի մի գնահատական է հնչում, ըստ էության Ջոն Ֆարխոյանը պատահական մարդ չէ, քննչական կոմիտեում բավականին լուրջ պաշտոն է զբաղեցրել, դատախազությունում է աշխատել, նաև հայտնի դատավոր Կարեն Ֆարխոյանի եղբայրն է։ Արդյոք դատավոր եղբոր գործոնը կապ կարող է ունենալ այստեղ, չեն բացառում, ասում են, առաջինացիա մնացական Մարտիրոսյանը հայտնի է քաղաքական որոշումներով, այսպես մուրճը խփում է եւ ոչ այս կողմ, ոչ այն կողմ որոշումը կայացնում է, եւ ըստ էության Վերմիշյանը քաղաքական մարդ է եղել։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Կարեն Ֆարխոյանի գործոնը կարող էր նպաստել, որ իր եղբայրն արդարացվել, հնարավոր է դա թե ոչ։ Բացառում եմ միանշանակ ու հիմա կասեմ ինչի հիմնավորումներով։ Տեսեք, Կարեն Ֆարխոյանը աշխատում է Երևան քաղաքի ընդհանուր աղաստության դատանի կենտրոն նստավայրում։ Որտեղի նախագահը մնացական Մարտիրոսյան։ Մնացական Մարտիրոսյան նույն դատանում երկար տարիներ դատավոր ա եղել, հետո նախագահ։ Այսինքն Ֆարխոյան Կարենը եւ մնացական Մարտիրոսյանը երկար տարիներ իրար հետ նույն շենքում աշխատել են։ Ու եթե այդ կապը պարոն Սարգսյան պետք է ցույց չտալ, որ եթե առաջինով այդտեղ ակնհայտ կլիներ, առաջինով արդարացրեց, մնացական Մարտիրոսյանի ընկերն է։ Փորձեցին գնալ վերականգնել։ Չէ, ես միանշանակ ասեմ հետեւյալը, եթե լիներ որոշակի հիմնավորումներ, ասենք մենք ասենք գուցե ինչ որ ասենք, բայց ակնհայտ անհիմն գործով ապօրինի դատապարտելը, այսինքն ինչ կապ չհաստատելու մասին է խոսքը, էլի, այսինքն եթե դու դատարան ես, քեզ ասում են, որ տես, սա ապացույցն է, որ գումարը փոխանցվել է, քեզ ցուցմունք ենք տվել, ասում են, որ այս գումարը ես եմ տվել, չափերով, ժամկետներով համընկնում է, դու ասում ես, սա վերաբերելի ապացույց չի։ Հիմա օրինակի համար այստեղ ոնց կարանք ասենք, որ ինչ որ բանից խուսափ, ինչն է խանգարում, որ դու օրինական դատական ակտ կայացնես։ Ավելին ասեմ, վերաքննիչ դատանում 3 դատավոր, որոնք որ ընդհանրապես որևէ առնչություն չեն ունենում, ասենք Կարեն Ֆարխոյանի հետ։ Իրականում եթե այդպես լիներ, ընդհանրապես պետք է մեղադրանք չլիներ, եթե այդ կապերի մասին մենք խոսենք, պետք է ընդհանրապես մեղադրանք չլիներ, որովհետև լինում են գործեր, որտեղ որ ապացույցները գոնե վիճելի են։ Այսինքն գնահատման հարց կա եւ այլն։ Այստեղ մենք այնքան հիմնավոր էինք ներկայացել փաստարկները, այնքան ակնհայտ էր, որ հանցագործություն չկար, որ ուղղակի այստեղ դատապարտելը սա անօրինական դատապարտում էր։ Եվ հետեւաբար վերաքննիչի կողմից այս որոշման կայացումը բացառապես հենց իրավունքի դաշտում է, որովհետեւ հիմնավորումներն էլ որ տեսնում ենք, իրենք ընդունում են բոլոր փաստերը, որոնք որ մենք ներկայացնում ենք, եւ դատախազության փաստարկներն էլ չեն ընդունում, որովհետեւ
Գիտեք, կա գործ նորից, որտեղ կարելի է վիճել, բայց վիճելու բան չկար, այստեղ շատ ակնհայտ էր։ Հետևաբար ես բացառում եմ որևէ նման միջամտության հարցը։ Պարոն Սարգսյան, ձեր բոլոր դիտարկումները նախաքննական մարմինը նախաքննության փուլում կարող էր փորձել աշխատանք տանել եւ հասկանալ, որ անձը ինչու այդ դեպքում ինչու չարեց դա, ինչու էր հենց կոնկրետ ամեն ինչ անում, որ Ֆարխոյանը մեղադրյալի կարգավիճակում է։ Նախաքննության ընթացքում նույնիսկ դատախազն է ցույցում տվել քննիչին, որպես այդ հանգամանքը բարձեն փոխանցման փաստ գումար եղել է, թե չէ, որովհետև ասում են, գիտեք ինչ կա, դու ասում ես գումարը տվել են, փոխանցում չկա, հետևաբար մենք կարծում ենք, որ դու պաշտպանվելու համար նման բան ես ասում։ Բայց մենք զորու չէինք ուրիշի բանկային գաղտնիք ստանալ, իրենք զորու էին։ Իրենք վերցել էին բացառապես Վերմիշյանի բանկային գաղտնիքը եւ բարձրել էին, որ չկա։ Իրենց համար սա մի ամբողջ ապացույցների թագուհի էին համարել, որ եթե չի փոխանցել, եթե իրենք լրիվ քննություն անեին եւ նաեւ կնոջ բանկային գաղտնիք այդ մասով վերցնեին, տեսնեին, որ փոխանցումը կա։ Հիմա սա մենք դատարան բերեցինք, բայց արդեն ոչ մեկ չէր ուզում իր սխալը ընդունել։ Դատախազությունը միջև աշխատում էր, որ սա ապացույց չի, սա երևի պատահական ինչ որ համընկնում է, այդ աշճանի պատահական էլի, պատկերացնում եք 1500 եվրո, $2000, $2000-ի կոնվերտացիան վերածումը 1814, ասենք դուք ոնց է պատկերացնում եք հարազատները գումար փոխանցելուց կայթան 1814 եվրո կփոխանցեն, կփոխանցեն 1800, 1900, 1850, բայց ոչ 1814։ Հա, այսինքն սա երբ որ այդ $2000 փոխակերպման արդյունքում դառնում է 1814, այլ փոխանցվում, ընդ որում փաթ երեկոյան տալիս եմ երկուշաբթի առավոտյան փոխանցվում է ворթուն, այս բոլորը ուղիղ հաստատում է, բայց էլ ինչ հաստատենք։ Ինչու պարոն Ֆարխոյանը այդ դեպքում նախաքննական մարմինը կարող էր ամեն ինչ անել, ինքը փորձեց հասկանալ ինչու իրեն թիրախավորեցին։ Ես չեմ կարող ասել թիրախավորում կա, չկա, իմ կարծիքով զուտ են փաստը, որ ինքը պաշտոնյա է եղել, իմ կարծիքով հիմա կա այդ ցավոտ իրավիճակը կա, որ եթե անձինք տախկինում պաշտոն է զբաղացրել, ներկայումս ինչ որ ավելի բացասական մոտեցում է լինում, անկախ անձից, որովհետև չգիտեմ, ինչ որ կաշկանդվածություն կա, հա, ինչ որ sense բաներ է լինում, առավել եւս գեներալ եւ այլն, գուցե sense ավելի հրապարակային իրենց համար ներկայացնել, գուցե շահական են համարել, բայց ես ի վերջո կարծում եմ, որ պետք է պետական մարմինները խուսափեն շոու մեխանիզմներից։ Հիմա մենք շատ ունենք այս խնդիրը, որ փորձում են ուղղակի հրապարակային իրենց աշխատանքը ներկայացնել, բայց մոռանում են, որ իրենք ոչ միայն մեղադրող են, այլ նաև արդարացնող են, իրենք քննությունը օբյեկտիվ իրականացնող են եւ օբյեկտիվ որոշում կայացնող են, ոչ թե ամեն գնով մեղադրանք պաշտպանող։ Ինչի մասին միշտ դատարաններում էլ ենք ասում, հիմա էլ ենք ասում։ Ասենք ցանկացած օբյեկտիվ իրավիճակում քննիչ եւ դատախազ այս գործի սկզբանը պետք է կարճի ընդհանրապես մեղադրանք չներկայացնեն, ինչը չարեցին։ Պարոն Սարգսյան, մենք ունենք բազմաթիվ օրինակներ, երբ որ նախկին պաշտոնատարանցիկ ըստ էության հայտնվում են դատարանում, արդարացվում են եւ ըստ էության դա հետևանքներ չի ունենում այն մարմինների համար, որոնք մարդկանց տարել են, տարիներ շարունակ իրենց մասով քրեական գործեր են քննել, մեղադրել են, հանրային պարսավանքի են անձի գենթարկվել։ Չեք կարծում, որ եթե այսպիսի գործերը տանող դատախազները, քննիչները, նախաքննական մարմինը, մեղադրող մարմինը պատասխանատվության առաջ կանգնեն, ավելի զգոն կլինեն հետագայում մարդկանց հանրային պարսավանքի եւ դատարանները քաշ տալու այս գործընթացից զերծ մնան։ Մենք օրենքի հիման վրա ներկայումս կարող ենք դիմել, որպեսզի բարոյական մարմինը, քննչական մարմին դատախազություն պաշտոնապես ներողություն խնդրեն Ջոն Ֆարխոյանից իրենց սխալի համար եւ նաեւ այլ վնասների փոխհատուցման համար կարող ենք դիմել, անկեղծ ասած պարոն Ֆարխոյանը դեռևս չեմ քննարկել այդ հարցը նման անհրաժեշտություն կլինի թե չէ, բայց նորից ցավոք սրտի հիմա ուրիշ բան է կատարվում։ Այսինքն երբ որ պետական մարմինները քննիչը դատախազ այնպիսի գործողություն են անում, որը որ իրենք վախենում են օրինական գործողություն անել, որը որ մեղադրյալի օգտին է, չեմ ասում ի օգուտ անել, ասում եմ օրինական գործողություն անել, որը որ մեղադրյալի օգտին է, որովհետև մի անգամից իրենցից մի քանի աշճան վերև գտնվող վերադասները սկսում են կասկածել, որ գուցե ինչ որ այլ պատճառներով է արվել, բայց բոլոր ապօրինի վատ բաները, որ արվում է, դրա համար ոչ մեկ պատասխանատվություն չի կրում։ Ինչքան ուզում ես վատ բան արա, ապօրինի, խնդիր չունես դու։ Բայց հանկարծ եթե դու օրինակի համար օբյեկտիվորեն պետքա գործը կարճես, օբյեկտիվորեն խափամիջոցը փոխես եւ այլ,
բոլորը խուսափում են դրանից, որ հետո իրենց չարցնեն, ինչի է արել, որովհետև ընդունված չի, որ դու կարելի է, որ դու օրինական լավ բան անես։ Դու մենակ պետք է ապօրինի վատ բան անես։ Այս սա խնդիրը։ Իրենք դատախազները, դուք փաստաբանական կողմը, որ պաշտպանություն եք իրականացում, չեք ուզում իրենց պատասխանատվության հարցը բարձրացնել։ Պատասխանատվության հարցը ըստեղ յուրահատուկ է, այսինքն քննիչի պատասխանատվությունը պետք է քննչական կոմիտեն որոշի, դատախազինը դատախազությունը պետք է որոշի։ Հետևաբար այն անձինք, ովքեր են ելես հնչեղության գործով, փորձը ցույց է տալի, եւ մենք գիտենք դրա մասին, որ սա ոչ միայն քննիչի, ոչ միայն դատախազի իրենց մակարդակում չի սահմանափակվում եւ տարբեր բարձր պաշտոնյաներով քննարկումների արդյունքում է որոշվում, որ այսպես արվի։ Հետևաբար իրենք իրենց արածի համար այս հարցում ես վստահ եմ, որ պատասխանատվության չեն ենթարկի։ Հետևաբար այս առումով չեմ կարծում, որ մենք կդիմենք ինչ որ պատասխանատվության հետ կապված, բայց ներողություն խնդրելու հետ կապված չեմ բացառում, որ դիմենք։